Մյուզեումի գիտահանրամատչելի բայմացարալիքի մշակութային նախագծի այսօրվա հյուրն է կրիպտոգործարար, կոլեկցիոներ ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Դանիելյանը, ով մեծ գործ է անում հայկական մշակույթի զարգացման, հայ մշակութային գործիչների ժառանգության, նմուշների պահպանության, հավաքագրման և հանրահռչակման ուղղությամբ։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ Թագուհի ջան հրավիրելու համար։ Սկսենք ամենասկզբից, որն էր ձեր հավաքածուի առաջին նմուշը, որը դարձավ հիմքը եւ որտեղից ցակեց հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ։ Միշտ փորձել եմ հետաքրքիր հավաքածու ստեղծել եւ առաջին նմուշը, որի մոտ հայտնվեց, դա Հովհաննես Թումանյանի ձեռագիրն էր։ Այնպիսի հետաքրքիր էներգիա ստացա այդ process-ից, որ արդեն քարի վրա սկսեցի դնել եւ այդպես կյանքը ինձ բերեց այդպիսի մի վիճակի, որ արդեն տարբեր տեղերից ձեռագրեր նվեր ստացա, ձեռք բերեցի, փոխանակեցի եւ այդպես Հովհաննես Թումանյանը փաստացի դառավ հիմնակարը եւ հիմնասյունը իմ այս հոբբիով զբաղվելու համար։ Որ թվականն էր դա։ 2020-ից սկսվեց այդպես։ Որտեղից եք պեղում, հայտնաբերում նմուշները եւ որքան ժամանակ ու ռեսուրս է պահանջվում դրա համար։ Շատ տարբեր է լինում։ Գիտեք, երբ որ հոգեպես ինչ-որ մի բան ցանկանում եմ, ավտոմատ ինչ-որ մի տեղից հայտնվում է։ Մեկ էլ ինչ-որ հայտարարություն են ուղարկում իմ ընկերներից, թե բա սենց բան է վաճառվում կամ փոխանակվում։ Մեկ էլ ինչ-որ մեկը զանգում է, գիտես, ես տանը նայեցի, այսպիսի օրինակ ինքնագրով գիրք է հայտնաբերվել, կուզեի նվիրել քեզ, որ կոլեկցիայի մեջ անպայման դա լինի, եւ այդպես կամաց-կամաց կյանքը իներտ ձևով ինձ մատուցում է այդ ամեն ինչը։ Ես էլ ուզում եմ այդ ամեն ինչը դառնա հանրության սեփականություն։ Դրա համար այդ մասին խոսում եմ, թանգարաններին նվիրում եմ, ցուցահանդեսներ եմ կազմակերպում։ Վերջերս Մանկավարժական ինստիտուտում ցուցահանդես կազմակերպեցինք, շուտով Երևանի մետրոպոլիտենում ենք կազմակերպելու, եւ այդպես ես ուզում եմ, որ այդ կոլեկցիան ոչ միայն լինի մասնավորի, այսպես ասած, ճիրաններում եւ մոտ, այլ լինի հանրային սեփականություն, եւ դա նաեւ կոլեկցիայի գինն ավելացնում, ուզի թե չուզի, չէ։ Նաեւ մարդիկ տեսնում են հավեսները բացվում է եւ փոխվում են իրենք էլ մաս կազմում են այդ գեղեցիկ աշխատանքները։ Ոգեշնչվում են։ Այո, ոգեշնչվում են։ Ինչպես եք բարձում բնօրինակ է թե ոչ։ Թանգարաններում եմ ցուցադրում եւ նաեւ Ձեռագրաբանական ինստիտուտում եմ տանում ցուցադրում եմ եւ այնտեղից Փորձակնություն նշանակելու կարիք եղել է կամ մասնավոր։ Եղել է, այո, իհարկե։ Վերջերս Եղիշե Չարենցի ձեռագրի հետ կապված այսպեսի բան եղավ, հաստատվեց, որ մի քանի հարյուրավոր ձեռագրերի մեջ կոնկրետ այդ մի ձեռագիրը փաստորեն բնօրինակ չէր։ Եվ այդ ձեռագիրը բոլորի ներկայությամբ ոչնչացվեց։ Այո։ Հետաքրքիր է։ Դուք բացառիկ նմուշներ ունեք ռեժիսոր, դերասան Կարլ Խանչվանքյանի վերաբերյալ։ Երբ որ հպվում եք ձեռք եք տալիս նրա անձնական իրերին, ինչ է փոխանցվում ձեզ։ Ինչպես է փոխանցվում այդ էներգիան ձեզ եւ բեմի արտացոլանքն եք տեսնում, թե այն ինչ որ չկա այսօրվա բեմում, ինչ զգացողություններ կան։ Սկսեմ ձեր ասած ամենավերջից, քանի որ իմ մոտ այդ իրերի հետ առնչվելուց հույս է արթնանում, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի, եւ այդ նոստալգիկ, այսպես ասած, հիշողությունները եւ այդ պատրանքը, որ կա, փաստացի ստեղծում են մի հետաքրքիր հոգեվիճակ իմ մեջ, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի, չէ՞ որ մեր հայ ազգում եղել են նման տաղանդավոր մարդիկ, հիմա էլ կան մեր ազգում շատ տաղանդավոր մարդիկ, ես շատ կուզեի, որ այդ տաղանդավոր մարդիկ արժանի տեղում լինեին, այսինքն այն հայկական խորապես ստեղծված մշակույթը, որ դեռևս քանի չէ հազարամյակներով գնում է, մարդիկ չեղած բանն են ցույց տալիս, օրինակ վերջերս այցելել էի Դոհա եւ Դոհայում գնացի պետական թանգարան, ընդամենը ունեն մի քանի ցուցանմուշ եւ բոլոր ցուցանմուշները փաստացի իրանական ցուցանմուշներ էին, այսինքն ստացվում էր, որ տեղական ոչինչ չկար, իսկ մենք այդքան ցուցանմուշներ չէ ունենք, մենք ունենք Կոմիտաս, մենք ունենք Մեսրոպ Մաշտոց, Կարլ Խաչվանքյան ունենք, Թումանյան, այնպիսի լեգենդար մարդիկ, որոնց արժեվ աշխարհն է խոնարհվում ոլորտում, բայց տեսակ пассивություն եմ նկատում, փորձում եմ ես էլ իմ մասով խոսքից բացի ոնց որ մասնակիցը դարձնեմ մեր ժողովրդին այդ ամեն ինչի մեջ։ Իմ ինձ ես Կարլ Խաչվանքյանի հայությանը դա կարող է հետաքրքրել։ Միմիայն։ Այո։ Միմիայն, քանի որ հիմա մի քիչ այդ հետնահանջ կա մշակութային առումով, ըստ դուք կհամաձայնեք ինձ հետ, եւ ցանկացած հայ, ցանկացած մեր հայրենակից
ունի այդպիսի պարտավորություն հիմա, դա էլ գիտեք մշակութային պատերազմի նման ինչ-որ բան է, երբ տեսնում ես, որ մշակութային այդ ընկճվածությունը, հա, պետությունում առկա է, պարտավորություն է առաջանում բարձրացնելու համար, դրա մասին խոսելու, ինչ-որ փառատոներ կազմակերպելու, մասնավոր զրույցների շրջանակներում դրա մասին խոսելու, պատմելու, դասարկելու, կարևոր դասարկելու, մոդայիկ, այդպիսի առաքինություն մենք հիմա ունենք։ Ինչի հետևանքն է դա։ Պահանջարկն է նվազել, այսինքն այսօրվա արվեստասերների պահանջարկն է թելադրում դա։ Գիտեք, այդ գլոբալիստական կարծում եմ ինչ-որ մոտեցումների հետ է կապված, ազգային ինչ-որ ջնջելու, հա, ասենք տենց ինչ-որ փորձեր կան, մանատիպ ինչ-որ բաներ կան։ Ես գիտեմ, որ հիմա մի քիչ վտանգավոր բան եմ ասում, բայց քանի որ ես քաղաքականության հետ, հա, այսպես ասած, որևիցե կապ ուղիղ չունեմ, նույնիսկ քաղաքական գործիչներին կհորդորեմ այդ թեմայի վրա գցել լույս, որովհետև մեր ազգի պահպանման համար դա ֆունդամենտալ կարևոր է։ Ես կարող եմ բերել հետաքրքիր օրինակ Մեսրոպ Մաշտոցից։ Գիտեք, որ Մեսրոպ Մաշտոցը զինվորական է եղել։ Այո։ Եվ Վռամ Շապուհի օգնությամբ զինվորական ծառայությունը թողնելով, չէ, Արքունիքում ծառայել է որպես դպիր եւ վարչական գծով։ Պետական պատվերի պահանջով։ Այո, պետական պատվերի պահանջով, պետական աջակցությամբ ստեղծել է հայկական այբուբեն։ Այն ժամանակ մենք օգտագործում ենք չէ հունականը, արամեյականը, չէ, հիմա մենք ունենք մեր հայկական փաստացի գրերը, որովհետև մարդը հասկացել է, որ զինվորական գործունեությունը ինչքան որ լավ է, հնարավոր է ստեղծել ավելի մեծ, ավելի գլոբալ, ավելի հետաքրքիր, ավելի հայկական մնայուն մի արժեք, որը որ կարծում եմ բոլորն են համաձայն, որ գրերից այն կողմ որևիցե այլ վերևի բան գոյություն չունի։ Որն է մշակույթի պահպանման հարցում պետության դերը եւ որն է անհատի դերը։ Դուք ձեր մասով ինչ անելիք ունեք եւ ինչ անելիք ունի պետությունը։ 1912-ից մինչև 1948 թվականը նկարչությունը, քաղաքաշինությունը, գեղանկարչությունը համարվել են օլիմպիական խաղերի մաս։ Պատկերացնում եք, եւ օրինակ Ջին Ջեյկոբսը երկու անգամ նկարչության ոլորտում ստացել է ոսկի մեդալ, նաեւ Վալտեր Վինանսը իմիջիալոց հետաքրքիր պերսոնաժ, ով ստացել է համ սպորտում, համ արվեստում մեդալ, փաստացի դարձել է աշխարհի օլիմպիական չեմպիոն։ Եվ ինչու է այդ ամեն ինչը ավարտվել, չէ, հետաքրքիր հարց է առաջանում, ինչու է օրինակ օլիմպիական խաղերից հանվել։ Արվեստը դուրս է։ Այո, որովհետև այն պատճառով, քանի որ պետությունները եւ օլիմպիական կոմիտեն պարտադրում էր մշակութային գործիչների եւ արվեստաբաններին, որպեսզի այդ աշխատանքների մեջ, ոնց որ Ամստերդամի ստադիոնի ստեղծողը, չէ, դարձավ օլիմպիական չեմպիոն, լինեն օլիմպիական եւ սպորտային էլեմենտներ։ Այսինքն շրջանակի մեջ դրվեց արվեստը։ Այո, բայց քանի որ արվեստը սիրում է ազատություն, թևեր եւ սահմանափակման դեպքում արդեն կրում է զուտ կոմերցիոն բնույթ, լինում են մեծ խնդիրներ։ Մենք ունենք հետաքրքիր օրինակ Մուշեղ Գալշոյանի, Մինաս Ավետիսյանի երջանկայի հիշատակ, Պարուս Սևակի օրինակները, չէ, պատտվում է մի վատ սև այսպիսի վարկած, միգուցե մասամբ փաստագրված, հաստատված, որ այդ մեր մեծ արվեստագետները դարձել են զոհ հենց այդ պատճառով, քանի որ որևիցե պետության կամակատար չեն դարձել եւ այսպես ասած այդ ստիպողաբար հա քայլերին չեն գնացել։ Դա այն մարդիկ էին, ովքեր սահմանեցին նշաձող, այսինքն հայկական արվեստը Մինաս Ավետիսյանից ցածր, հիմա համարվում է վատ, թերի, չէ՞։ Ինչ որ այդ շուրտուկ շի վիճակները, չէ, մի քիչ տեղից, մի քիչ ընդեղից արդեն չի ուտվում, քանի որ մենք ունենք Մինաս, մենք ունենք Սարյան, չէ, մենք ունենք Սևակ, մի տեսակ մեր մշակութային ընկալման մակարդակն էլ է փոխվել այդ process-ի ժամանակ, այդ տիպի մարդկանց մասին է խոսքը, որոնք երբեք չեն ունեցել բարձր կոչումներ, օրինակ։ Բայց բնական չէ այդ գործընթացը։ Բնական է, միանշանակ բնական է, իմ ասածը նա է, որ պետությունն էլ դա պետք է էլի հասկանա եւ դրա ուղղությամբ բանի քայլեր։ Ալեքսանդր Բաժբեոկ Մելիքյանի նկարիչների միությունից մի քանի անգամ վռնդել են, հետո էլի ընդունել են հետ։ Որևիցե քաղաքական թեմայով, որևիցե պատվեր այդ մարդը չի կատարի։ Այսինքն արվեստագետները, մշակութային գործիչները, եկեղեցականները, ես գտնում եմ պիտի զբաղվեն իրենց գործով եւ այո, պիտի չմտնեն քաղաքականություն։
դա նորմալ է, երբ մտնում են քաղաքականություն եւ ունենում են խնդիրներ։ Ինչպես գիտությունը, այնպես էլ արվեստը սահմաններ չի ճանաչում։ Ընդունված է այդպես ասել։ Եվ ինչ է լինում, երբ որ փորձում են սահմանափակել արվեստագետին, դնել նրան շրջանակների մեջ։ Երբ արվեստագետին փորձեր է կատարվում մտցնել շրջանակի մեջ, շո քաղաքական թևի մեջ մտցնել քաղաքական դիվիդենդներ շահելու համար, արվեստը միանշանակ տուժում է, բայց այն արվեստագետները, որոնք ագահ չեն, ունեն մեծ շանսեր խուսափելու համար այդ ամեն ինչին։ Հավատացեք, ցանկացած արվեստագետի, որը որոշակի դիրք է զբաղեցնում հասարակության մեջ եւ ունի որոշակի բանակ, այսպես ասած, լինում են այդ առաջարկները, դա եղել է միշտ, որովհետեւ արվեստագետը ինչ որ չափով բոլորը հասկանում են, որ նա էլիտար չէ, շրջանակի ներկայացուցիչ չէ։ Նրա խոսքը արժեքավոր է, մտավորական էլիտա է։ Սոս Սարգսյանի օրինակ չէ, եղել են նաև Սոս Սարգսյանի նման առաջարկներ, բայց համառ պայքարի դեպքում դա բարդ է իրականում այդ համառ պայքարը տանել, բայց համառ պայքարի դեպքում վստահ եմ, որ ցանկացած արվեստագետ եւ ցանկացած մարդ կարող է իր կամքին դեմ քայլերի ուղղությամբ չգնալ։ Գայթակղություն է ի վերջո։ Իհարկե գայթակղություն է։ Այդ ամեն ինչը ֆինանսական հետաքրքրություն հետապնդող երևույթ է, նաև PR-ի հետ կապված է։ Արվեստագետներից կան մարդիկ, ովքեր մտածում են կմտնենք քաղաքականություն եւ ավելի հայտնի կդառնանք, ավելի, բայց ունենք ցավոք փորձեր, վերջերս էլ դրանից առաջել, որ մեզ թույլ է տալիս այդպիսի համոզմունքի գալ, որ դա որևիցե լավ բան չի բերում։ Իմիջիայլոց համ քաղաքականության համար, համ այդ մարդկանց, ով դրա մեջ մտնում են, որովհետև նրանց աշխատանքը այլ տեղում է, նրանք իրենց տեղում շատ ավելի կարևոր բաներ ունեն անելու։ Որոնք են ըստ ձեզ այն ականավոր 3 մշակութային գործիչները հայ, որոնք միաժամանակ թե պատմական հիշողության, թե ազգային կոդի եւ թե ազատ մտածելակերպի կրողներ են։ Հովհաննես Թումանյան, միանշանակ, Վիկտոր Համբարձումյան, Պարուս Սևակ, ավելի վաղ շրջանի Բուսան Շերամ օրինակ կարող եմ թվարկել, Նարեկացի, չէ՞, Կոմիտաս։ Ըստ ձեզ ո՞րն է այն ազգային կոդը, որը Կոմիտասը փոխանցել է մեզ եւ որը մեր առօրյայի ընթացքում, մեր գործունեության ընթացքում մենք մոռանում ենք։ Հայկականություն։ Երբ լսում ենք Կոմիտասի որևիցե աշխատանք իր ձայնով կամ ուրիշի, չեք զգում, որ ինչ-որ գենետիկ կոդեր են մեր մեջ աղտնանում եւ սկսում են աշխատել արագ։ Չեք նկատել։ Երեխաներից քննացնում եմ հաճախ այդ հնչյունների ներքո, երբ որ փոքր էին։ Ուրեմն 1980-ական թվականներին 120-ամյակը Կոմիտասի հետաքրքիր այսպիսի ցուցանակներով անցկացվել է եւ այդ ցուցանակները շատ պատահաբար հայտնվեցին իմ մոտ եւ այս տարի Մխիթարյան հայրերի հետ մենք պատրաստվում ենք մեծ միջոցառում կազմակերպել 157-ամյակն ենք պատրաստվում Կոմիտասի կազմակերպել, որտեղ որ խազաբանական փորձերն է, մենք գիտենք, որ այդ խազաբանական փորձերի չէ հեղինակը Կոմիտասն է, նոտաներն է, ձեռագրերն է եւ այն մարդկանց մասին է այնտեղ հիշատակվում, որոնք ունեցել են մեծ ազդեցություն փաստացի Կոմիտասապահպանության մեջ, Կոմիտասը որպես բանահավաք, Կոմիտասի անվան փողոցներ, դպրոցներ եւ այլ այն ինչ որ կա, այն ինչ որ ծածկված է եւ այնտեղ հետաքրքիր լուսանկարներ կան, որոնք վաղուց արդեն մոռացված են եւ շրջանառությունից, այսպես ասած, հանված են։ Կոմիտասը մեր ազգային պահպանման փաստացի իմ համար հիմնասյունն է, հիմնակարն չի, որովհետեւ Կոմիտասը փաստորեն ապրելով Արևմտյան Հայաստանում, Պոլսում, այսպես ասած, հետո վերադառնալով Էջմիածին, Էջմիածնում նաև ենթարկվել է շատ մեծ փոխությունների, դրանից հետո գնացել է դեպի Եվրոպա, շարունակել է ստեղծագործել այնտեղ, գնացել է Սուրբ Ղազար կղզի, շարունակել է ապրել այնտեղ եւ հետո արդեն Փարիզում մեր հայրենակիցներից մեկի, այսպես ասած, անիցիալ հայրենակիցներից մեկի թեթև ձեռքով փաստացի տեղափոխվել է հոգեբուժարան։ Այո։ Կոմիտասը մեզ սովորացրեց մի պարզ եւ մի հետաքրքիր բան, որ երաժշտության մեջ անպայման չէ, որ շեշտադրումը լինի երկրորդ կամ երրորդ, չէ, ձայնավորի վրա։ Կոմիտասի երգերը եւ շարականները լսում ենք
90% դեպքերում շեշտադրումը առաջին ձայնավորի վրա է եւ Կոմիտասին ամբողջ մնացած արվեստագետներից դա առանձնացնում է, այսինքն լսելով որևիցե երգ, երաժշտություն Կոմիտասի հետ կապված, մենք միանգամից կարողանում ենք տարբերակել, որ դա հենց Կոմիտաս վարդապետի Որտեղ նա մաքրեց, զտեց, վերեց այդ ամենին, ոգեղեն հայկական մաքրամաքուր երաժշտությունը։ Խոսենք մարդ ինստիտուտների մասին, որոնք իրենց հետևից տանում են մի ամբողջ գաղափար եւ համակարգ։ Այսօրվա միջավայրում արդյոք կարող են ձևավորվել մարդ ինստիտուտներ։ Կա աշխարհում 3 գործունեություն, որոնք համարվում են ծառայություն՝ զինվորական, թատերական, հոգևորական, չէ՞։ Եվ թատերական գործունեության մեջ, օրինակ, մենք ունենք Կարպ Խաչվանյան, որը 55 տարի Սվետլանա Գրիգորյանի հետ խաղաց, եւ ինչպես Պարուս Սևակն է ասում, Կարպ Խաչվանյանը Պարոնյան թատրոնի հիմնասյունն է։ Գիտեք, որ տարբեր թատրոններից եղել են փորձեր ավելի բարձր աշխատավարձով այդ դերասանական աստղաբույլին տեղափոխել իրենց մոտ, բայց այդ առաջարկը մերժվել է։ Կարպ Խաչվանյանը մինչև վերջին տարիները, նույնիսկ երբ որ արդեն անկողնային հիվանդ էր, մինչև վերջին շունչը չի շեղվել իր ուղուց եւ այդ ներվեր ներկայացումը տեսել եք, դուք նկատել եք սցենարը այնպես է գրված, որ ինքը միշտ պարկած է, որովհետեւ չէր կարող արդեն նորմալ քայլել։ Մարդ ինստիտուտը համարվում Կարպ Խաչվանյանը, Մարդ ինստիտուտը համարվում Ստեփան Հարությունյանը, Փիլոյանը, հիշում եք տաքսիից, այդ կերպարը, այդ սովետական, այդ այսպես ասած, հա, այդ ինստիտուտ մարդ, որը իր մեջ կրում էր մի մեծ պատմություն։ Փորձեր եղել են, ասեմ ձեզ, տաքսին կրկնօրինակելու, եւ այդ փորձերը ավարտվել են ֆիասկոյով, որովհետեւ այդքան անկեղծ, այդքան ճշմարիտ, այդքան իրական, այդքան հայեցի եւ այդքան ստաբիլ ոչ մեկի մոտ դեռևս չի ստացվել։ Դուք որպես խորհրդային մշակութային դաստիարակության կրող Մասամբ այսօր հաշտեք նոր սերնդի մշակութային հայացքների նախասիրություններին եւ կա արդյոք այդ բախումը, որ կարող է ձեզ չհասկանան։ Հա, օրինակ դուք խոսում եք հիմա Կարպ Խաչվանյանից, մեկ ուրիշը նստած կարող է ձեզ Կարքին սերիալից կամ Կարքին հաղորդումից ինչ-որ մեմեր պատմել ու համեմատականի մեջ դնել։ Կամաց նման մտածելակերպար վերածվում է սոկրալ գիտելիքների եւ սոկրալ գիտելիքները, ինչպես որ մենք գիտենք, գտնում են միայն այն մարդիկ, ովքեր փնտրում են այդ գիտելիքի եւ ստեղծողն են, կրողն են այդ գիտելիքի։ Ես կարծում եմ շրջանակից է կախված։ Այդպես չի ուզի, գիտեք, տենց տարածենք, այդպես ասենք, որ հիմնականում այդպես է, թող ամեն մարդ իր համար մտածի եւ իր սերնդի դաստիարակության մասին անհանգստանա, որովհետեւ հետևանքները պարտադիր են լինելու։ Ես ուզում եմ, որ մեր Հայաստանի համար ամեն ինչ լինի լավ, իմ ուժերի սահմաններում մաքսիմալ ամեն ինչ անում եմ։ Հետագա սերունդները կգնահատեն բաց թողումները նաեւ։ Վերադառնալով ձեր հավաքածուներին, գիտեմ, որ նաեւ նվիրաբերել եք դուք տարբեր թանգարանների բացառիկ նմուշներ։ Ինչ նմուշների մասն է խոսքը եւ որքանով են դրանք արժեքավոր։ Դեպքերից, որ այս պայն մտաբերեմ Հովհաննես Թումանյանի թանգարանին նվիրաբերությունն էր, երբ որոշ ձեռագրեր հայտնվեցին ինձ մոտ, տնօրենի հետ հանդիպեցինք թանգարանում, տնօրենին ասացի, որ ձեռագրերը ուզում եմ ամեն դեպքում նվիրեմ թանգարանին, քանի որ հետաքրքիր այնտեղ բաժանված տարբեր կտորներ կային, տարբեր բանաստեղծություններից։ Տնօրենը վերցրեց, ընդունեց այդ ամենը մեծ սիրով եւ ամիսներ անց պարզվեց, որ այդ նույն ձեռագրերը ուրիշ մարդ տարել եւ գումարով առաջարկել է թանգարանին։ Թանգարանը միջոցներ չի կարողացել տրամադրել ձեռք բերելու համար եւ փաստացի այդ ամենը Աստծո էր, որ իր միջոցով հասավ թանգարանին եւ այդ ամենը իմ մշտական ցուցադրությանը թանգարանում։ Ինչ նմուշներ էին։ Սասունցի Դավիթից ինչ որ կտոր կար, Թմկաբերդի աղումից ինչ որ կտոր։ Ինչպես է դրանք հայտնվել մասնավոր անձանց մոտ։ Այդ գործընթացը ո՞նց է տեղի ունենում։ Այն ժամանակ այդ ամեն ինչը միգուցե ավելի կարևոր էր։ Եվ կային արվեստագետներ, որոնք աղետը բաց չեն թողել այդ ամեն ինչը ձեռք բերելու, վերցնելու հիմնականում անվճար, վերցնելու համար, եւ եկավ ժամանակ, որ այդ մարդիկ որոշեցին փոխանցեն կոլեկցիաները, նմուշները երիտասարդ սերունդին, համոզված լինելով, որ այդ ամեն ինչը հուսալի եւ ամուր ձեռքերում է եւ այդ ամեն ինչը միմիայն կծառայի Հայաստանի Հանրապետության մշակութային զարգացման համար։
դուք լինելով ամենաթվայնացված ոլորտի ներկայացուցիչ, ինչ եք կարծում այսօր ներկայիս թվային տեխնոլոգիաները որքանով կարող են օգնել, որպեսզի հայկական մշակույթի նմուշները, մշակութային գործիչներին առնչվող տվյալները թվայնացվեն եւ ավելի հասանելի դարձնեն հանրությանը։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ տալիս են նկարների թվայնացում եւ օֆլայն նկարը այսօր ունի հնարավորություն դառնալ թվային եւ ունենալ նաեւ անձնագիր բացառելով կրկնօրինակումը եւ վերացումը։ Մենք գիտենք, որ թանգարաններում լինում են նման դեպքեր եւ ժամանակի մաշվածությունը, ռեստավրատորի անփույթ վերաբերմունքը, դիտորդների անպարկեշտ վերաբերմունքը դառնում է պատճառ նկարների վնասման համար։ Եվ հիմիկվա տեխնոլոգիաները, այո, փաստացի թույլ տալիս են ցանկացած արվեստի գործ թվայնացնել եւ on-line տարբերակ ստեղծել, դրանով իսկ պաշտպանելով հետագա վնասվածքներից։ Մենք ապրում ենք կարծես թե ժամանակավոր արժեքների ժամանակաշրջանում։ Երբ որ որևէ բան դառնում է թրենդային, հետո դուրս է գալիս թրենդից։ Արդյոք հնարավոր է մեր օրերում ստեղծել այնպիսի արվեստ, որը կպահպանվի դարեր շարունակ։ Այո, միանշանակ հնարավոր է։ Մենք ունենք շատ լավ քանդակագործներ, նկարիչներ եւ մշակութային գործիչներ, որոնց ժամանակը կարծում եմ, որ կգա ավելի, երբ այդ գործիչները աշխատեն շատ ավելի շատ։ Ունենք նաև այդպիսի հոգևորականներ, որոնք տարիներով այո ծառայելով ունեն որոշակի վաստակ, բայց այդ վաստակը, քանի որ դա կոչվում է ծառայություն, կոնկրետ հոգևորականի դեպքում դա ցմահ մշտական նաև աղեքինություն է։ Վերադառնալով նկարչությանը, մենք գիտենք, որ 15 ընդամենը ունի աշխատանք Լեոնարդո դա Վինչին, պատկերացնում եք, 15 հայտնի կտավ ունի եւ վերջ, բայց համարվում է աշխարհահռչակ նկարիչ եւ Մոնալիզայի օրինակ շրթունքները 12 տարում է նկարել։ Այսինքն նույնիսկ այդ դանդաղության մեջ, բայց բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորման դեպքում մենք կարող ենք ունենալ մեծ արդյունք։ Իսկ այն ինչ թրենդային է անցնելու է արագ։ Միանշանակ։ Գիտեք, մեր հայկական բառերի մեջ բացատրությունները արդեն իսկ արկա են։ Ժամանակավոր բառը։ Ժամանակավոր ամեն ինչը ժամանակավոր է, չէ՞։ Միգուցե հասարակ նախադասություն է, բայց ժամանակավոր, այսինքն անգլերենում ասած temporary։ Մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի այդ ամեն ինչը գնա, քանի որ մարդիկ ուզում են որոշակի նորություններ, TikTok-ներ, ինչ որ նմանատիպ բաներ, այդ ամեն ինչը կպահպանվի, բայց մենք պիտի անենք ամեն բան, որպեսզի մեր հայկականը ամեն դեպքում լինի մեր համար ամենա տրենդայինը, որովհետև դա հետամնաց մոտեցում չէ, դա մեր ազգի պահպանման ամենակարևոր ուղղությունն է, մեր հայկական արժեքների, հայկական մշակույթի սովորությունների պահպանումը։ Վերադառնալով նորից ձեր հավաքածուներին, արդյոք այն դիտարկում եք, օրինակ, ձեռագրերը որպես կապիտալ, լինելով տնտեսագետ, եւ այսօրվա շուկան, այն էլ հայկական մշակույթի դեպքում, արդյոք կարող է այսպես ասած համարվել արժեքավոր կապիտալ։ Միանշանակ, բայց ազգի համար է այդ ամեն ինչը, ձեր այդ փոքրիկ գաղտնիքով կիսվեմ, նպատակը այդ ամեն ինչի պետական թանգարան բացելն է հետագայում, չեմ պատրաստվում դրամները, ձեռագրերը, նկարները պահպանել ինձ մոտ, քանի որ ես համարում եմ այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության սեփականություն, ուղղակի ժամանակավոր պահպանվում են անհատի մոտ ավելացման խոստումներով։ Հետևաբար այդ ամեն ինչը շուտով դառնալու է հանրության սեփականություն արդեն իսկ պետական ստատուս ստանալով։ Որպես ազգային արժեքների պահպանության ջատագով ձեր օրինակով ցույց եք տալիս, որ հայկական մշակույթի պահպանման հարցում պետությունից զատ մեծ դեր ունի նաև անհատը։ Ինչպես դրդել հասարակությանը, հատկապես գործարար շրջանակներին, գիտնականներին եւ ոչ միայն, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն արվեստին, հայկական արժեքներին։ Գիտեք, մեր մոտ մի sense խնդիր կա, մշտական նայում ենք ձախ եւ աջ, տարբեր պետությունների ենք նայում, ունենալով այդ բոլոր պետություններից ավելի բարձր եւ կարեւոր արժեքներ եւ պատմություն։ Մենք պիտի սևեռվենք մեր հայկականի վրա։ Մենք այդ հայկական մոռացված, կիսամոռացված ամեն ինչը սովորույթներից սկսած, ճաշատեսակներով վերջացրած, պիտի գորանք այդ ամեն ինչի մասին։ Պիտի անընդհատ պատմենք։ Մենք հիմա գնում ենք դեպի եվրոպական ինչ-որ ուղղությամբ,
մենք պիտի վերցնենք եվրոպական լավագույն բաները, չէ՞ որ եվրոպական կան նաև ուսման օրինակները կան բժշկության նաև, չէ՞, մենք ինչ որ կոյուղուց ենք սկսում եվրոպական բաների մասին, ամենահեշտ մարսվող, ամենահեշտ, այդ fast food բաներն ենք վերցնում, որոնք որ շատ վնասակար հետևանքներ կունենան մեր ազգի համար։ Մենք պիտի մեր հայկականը պետքա սիրենք, մենք այդ ժամանակավոր բաները պետքա մաքրենք, ոնց է համակարգիչը որ լցվում է, մաքրում ենք, թեթև է աշխատում։ Պիտի այդ ամեն ինչը ֆորմատ անենք։ Այո, մոտավորապես պիտի ֆորմատ անենք եւ պիտի ֆիքսվենք մեր հայկականի վրա, որովհետեւ մեր հայկականը ընդունված է ամբողջ աշխարհի կողմից։ Սիրված է եւ ձեզ ասեմ, օտար ազգի մարդկանց հետ շփվելով իրենց մեջ զարմանք է առաջանում, թե դուք ունենալով այսպիսի գիգանտ մեծություններ, այսպիսի հետաքրքիր ժառանգություն, պատմություն, ինչու այդ ամեն ինչի մասին չեք խոսում։ Մենք ունենք լքված վանքեր Հայաստանում, որտեղ ոչ ոք չի ծառայում։ Ֆանտաստիկ վանքեր ունենք 5-րդ դարի, 6-րդ, 7-րդ, Տավուշի մարզում ունենք օրինակ Ջուխտակ կոչվող վանքերը, անտերության մատնված, այսինքն այնտեղ ծառայություն չի իրականացվում։ Եվ այդպիսի օրինակները մշակութային տներ ունենք լքված, Ոսկեվազի մշակութային տուն օրինակ։ Ինչու՞։ Դա շատ կարևոր ինչու է եւ պիտի պետությունը մասնավորի հետ, մասնավորը պետության հետ, այո, սինխրոնիզացված ձևով, անհատների միջոցով, միգուցե պետության ներկայացուցիչները զբաղված են, չեն հասցնում, անհատները պարտավոր են օգնեն պետությանը այդ ամեն ինչը բարձրացնելու համար։ Եվ այդ ամեն ինչը պիտի կատարվի գետնի վրա, իրական եւ որևիցե շահ, բացի հոգեվոր սնունդը պիտի չհետապնդի։ Շնորհակալ եմ արժեքավոր եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ հրավերի համար։